Գալիք տարի Ադրբեջանը պատրաստվում է ավելացնել իր ռազմական բյուջեն։ Հայաստանը հակառակը նվազեցնում է պաշտպանության համար նախատեսված ծախսերը։ Դա ճիշտ է, թե սխալ։ Արդյոք մենք պետք է թույլ տանք մեզ ներքաշել սպառազինության մրցավազքի մեջ։ Արդյոք հայ-ադրբեջանական խաղաղ համաձայնագրի նախաստորագրումը նշանակում է, որ պատերազմի վտանգը նվազել է։ Արդյոք բանակում ծառայության ժամկետի կրճատումը ժամանակավրեպ քայլ չէ։ Եթերում հեռանկար բանավեճն է ակտուալ թեմաների համապարփակ քննարկմամբ։ Վաշինգտոնյան համաձայնագրերը նվազեցրել են պատերազմի վտանգը։ Դա հաշվի առնելով Հայաստանի կառավարությունը վերանայում է իր պաշտպանողական հայեցակարգը, որքանով է դա արդարացված։ Խնդրի շուրջ այսօր կբանավիճեն քաղաքագետներ Հրանտ Միքայելյանն ու Էդգար Վարդանյանը։ Շնորհակալ եմ, որ այստեղ եք, դե ձևաչափին ծանոթ եք, արդեն եղել եք ընդդիմախոսներ այս հաղորդաշարի շրջանակներում։ Եվ հիշում եք, որ սկզբից մենք ներկայացնում ենք տեսանյութը, գործընկերոջս պատրաստած, որից հետո կանցնենք զրույցի։ Հաջորդ տարի Հայաստանի ռազմական բյուջեն գուցե չմեծանա։ Այս մասին վարչապետ Փաշինյանը հայտարարեց նախ Վաշինգտոնյան հռչակագրի ստորագրումից 2 շաբաթ անց, ապա նաև սեպտեմբերի 10-ին։ Ազգային ժողով կառավարություն հարց ու պատասխանի ընթացքում։ 26 թվականի, 25 թվականի նկատմամբ մենք չենք նախատեսում պաշտպանական ծախսերի աճ եւ նվազումը նախատեսվում։ Եվ եթե այս տարվա 115 միլիարդ դրամի կտրուկ անհամաչափ աճը չլիներ, Փաշինյանի համոզմամբ կլիներ սովորական բնականոն աճ։ Իսկ այդ ծախսերի մի մասը կառավարությունն ուղղել է ապագա պարտքերի, պարտավորությունների մարմանը, այդ թվում պաշտպանության ոլորտում։ Կան նաև ուրիշ գործոններ, որը ըստ անհրաժեշտության ես կարող եմ խորհրդարանին դռնփակ ռեժիմով տեղեկատվությունը կիսել, որպեսզի իրադրությունը ավելի պարզ լինի։ Փաշինյանը միաժամանակ նաև վստահեցրեց, որ կառավարության վարած այդ քաղաքականությունը ոչ միայն որևէ սպառնալիք չի պարունակում կամ խոցելի չի դարձնում Հայաստանի անվտանգային համակարգը, այլև ընդհակառակը մեր երկիրը բնականոն զարգացման գործընթացում է։ Եվ այդ բնականոն զարգացումը շարունակվել է։ Պաշտպանական ծախսերի մասնաբաժինը համեմատած 2025 թվականի հետ նվազեցնելու մասին հայտնեց նաև ֆինանսների նախարարը։ Այս տարի կառավարությունը պաշտպանության նախարարությանը մոտ 665 միլիարդ դրամ կամ 1.7 միլիարդ դոլար է հատկացրել։ Սա Հայաստանի ամբողջ պետական բյուջեի ավելի քան 19%-ն է։ Միաժամանակ իր տվյալներն է հրապարակել Ադրբեջանը։ Բաքվի ռազմական բյուջեն այս տարվա համար մոտ 5 միլիարդ դոլար էր կազմել, կամ ընդհանուր ծախսերի մոտ 21%-ը։ Ադրբեջանի կառավարությունը հրապարակել է նաև 2026 թվականի պետական բյուջեի նախագիծը, որի համաձայն գալիք տարի երկրի ռազմական ծախսերի ընդհանուր ծավալը կազմելու է 5 միլիարդ 120 միլիոն ամերիկյան դոլար։ Ընթացիկ տարվա համեմատ զինված ուժերին եւ ազգային անվտանգությանը հատկացող միջոցները կաճեն մոտ 90 միլիոն դոլարով կամ 2%-ով։ Ընդհանրապես Վաշինգտոնյան հռչակագրի ստորագրումից հետո, եթե Հայաստանում պաշտոնյաները շեշտը խաղաղության ու Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման վրա են դնում, ապա Բաքուն տարբեր մակարդակներում սպառազինությամբ ու ռազմական հաջողություններով է բարձրանում։ Ադրբեջանի նախագահը հայտարարում է նաև իրենց ռազմական ներուժը մեծացնելու եւ մշտապես պատերազմի պատրաստ լինելու մասին։ Իրադարձությունների ընթացքն աշխարհում այնպիսին է, որ անհնար է կանխատեսել, թե ինչ կլինի վաղը։ Մեր անվտանգության երաշխավորը մենք ինքներս ենք, պետությունը, ժողովուրդը եւ մեր զինված ուժերը։ Դրա համար էլ եթե որևէ մեկի հիվանդ գլխով անցնի Ադրբեջանի դեմ սադրանքի գնալ, կարծում եմ նրանք դարձյալ կզղջան դրա համար։ Ընդհանրապես Հայաստանում պաշտպանության ոլորտին վերաբերող փոփոխությունները մի քանի ուղղություն ունեն։ Դրանցից մեկն էլ վերջերս շրջանառության մեջ դրված նոր օրինագիծն է։ Հայաստանի պաշտպանության նախարարությունն առաջարկում է կրճատել պարտադիր զինվորական ծառայության ժամկետը, 2-ի փոխարեն դարձնել 1.5 տարի։ Համապատասխան նախագիծը e-draft GTM հարթակում շրջանառության մեջ է դրվել սեպտեմբերի 10-ից։ Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-26 թվականների ծրագրով նախատեսվել է պարտադիր զինվորական ծառայության ժամկետի կրճատում՝ ի հաշիվ պայմանագրային ծառայության աճի։ Հիմնավորման մեջ նշվում է, որ վերջին տարիներին պայմանագրային զինվորական ծառայության ընդլայնման նպատակով կատարվել են գործուն քայլեր։ Իդեմս պաշտպան հայրենյաց ծրագրի, արհեստավար սերժանտական համակարգի, զինծառայողների ատեստավորման համակարգի ներդրման, սահմանամերձ զորամասերում երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի պահպանմամբ պայմանագրային զինվորական ծառայության կազմակերպման գործընթացի։
Պաշտպանության նախարարությունում այդ արդյունքները գնահատում են դրական եւ ընդգծում են, որ միտում ունեն առավել գրավիչ դարձնել եւ ընդլայնել պայմանագրային զինվորական ծառայությունը։ Այդ կապակցությամբ նպատակահարմար է գտնվել շարքային կազմի 24 ամսյա պարտադիր զինվորական ծառայության ժամկետը 2026 թվականի ամառային զորակոչից սկսած կրճատել 6 ամսով, սահմանելով 18 ամսյա ժամկետով պարտադիր զինվորական ծառայություն։ Ընդունվելու դեպքում օրենքն ուժի մեջ կմտնի 2026 թվականի հունիսի 1-ից եւ չի տարածվի մինչ այդ ծառայության մեջ գտնվող զինծառայողների վրա։ Օրենքի նախագծի ընդունմամբ կանխատեսվում է պարտադիր զինվորական ծառայության կազմակերպման ուղղությամբ ծախսերի նվազում սկսած 2028 թվականից։ Այսպիսով եւ ֆինանսների նախարարը եւ երկրի վարչապետը հաստատում են, որ գալիք տարի ռազմական բյուջեն նվազելու է համեմատած այս տարվա բյուջեի հետ։ Ադրբեջանում հակառակը 4%-ով ավելանում է, դա լավ է թե վատ, ճիշտ է թե սխալ, Հրանտ։ Ռազմական բյուջեի կրճատումը ինքնին ամեն ինչը չի կանխորոշում, հա։ Այստեղ բյուջեն կարող է ինչ-որ խնդիրներ լուծել, եւ այդ ծախսերը կարող են լինել արդյունավետ կամ անարդյունավետ։ Տվյալ դեպքում իմ կարծիքով խնդիրը հետեւյալում է, ոչ թե բյուջեի ծախսերի կրճատման մեջ կամ մեծացման մեջ Ադրբեջանի դեպքում, հա, այլ այն նպատակադրման մեջ, որը կա կամ տվյալ դեպքում ավելի շուտ բացակայում է։ Այսինքն Հայաստանի կողմից արվել են բազմաթիվ քայլեր, այդ թվում վերջի ամսվա ընթացքում դեպի Ադրբեջանին ոնց որ խաղաղություն մեսեջի ուղղելու։ Օրինակ, սահմանադրության փոփոխության մասին խոսքը գնաց արդեն վարչապետի կողմից, Մեղրի միջանցքում զենքի տեղափոխման մասին խոսվեց, իրականում հենց դրա համար է պետք Ադրբեջանին այդ միջանցքը, հետո 4-րդ հանրապետության մասին խոսքերը ձերբակալություններ, գերիների բաժանում ղեկավարության եւ սովորական գերիների վրա եւ փոխադարձ այցեր, այդ թվում նաեւ սեպտեմբերի 19-20-ին Բաքու, Հայաստանի ԱԱԾ-ի պետի եւ այսպիսով մենք տեսնում ենք Երևանից բազմաթիվ քայլեր կան։ Ադրբեջանի կողմից այն քայլեր, որոնք արվում են, ես այդքան էլ դրական քայլ չեմ կարող համարել եւ Արևմտյան Ադրբեջանի մասին խոսակցությունը թեև մի քիչ քչացել է, բայց չի դադարել եւ չի վերանայվել։ Հրանտ, Ադրբեջանը ավելացնում է ռազմական բյուջեն, մենք պակասացնում ենք։ Դա լավ է թե վատ, դա էր հարցը։ Վերջին հաշվով ռազմական բյուջեի կրճատումը որպես արտացոլում այն բանի, որ մենք չենք պատրաստում պատերազմի, վատ է, հա, բայց ինքնին բյուջեի կրճատումը ես չեմ ասում, որ վատ է։ Ուղղակի վատ է, որ մենք չենք պատրաստում պատերազմի, որովհետև այն իմ համոզմամբ լինելու է։ Էդգար, նույն հարցը քեզ։ Նախ շատ կարևոր է նշել, որ ռազմական բյուջեի ծախսերը 25 թվականին, ինչպես նշվեց արդեն եւ վարչապետի կողմից եւ ընդհանուր առմամբ, այսպես, հա, տարբեր պաշտոնյաների կողմից ինքը զգալիորեն ավելացվել է կտրուկ կերպով եւ այս տարվա այդ նվազումը, հա, մենք պետք է դիտարկենք հենց այդ կոնտեքստում։ Այսինքն էությամբ ռազմական բյուջեն չի նվազել։ Ինքը ուղղակի նախորդ տարվա համեմատ, հա, երբ որ շատ կտրուկ աճ է տեղի ունեցել, ինքը կարծես բալանսի է բերել։ Եվ ըստ էության մենք պետք է հետևյալը նաև նշենք, որ տեսեք, հա, արդեն նշվեց, որ պարտքերի մարմանն է ուղղվել այդ գումարը, հա, եւ այս ամեն ինչը իսկապես պետք է այս կոնտեքստում նայել, եւ հաջորդ հանգամանքը գիտեք ինչ, Ադրբեջանը ինքը նավթա գազային ռեսուրսների շնորհիվ կարողանում է բավականին լուրջ ծախսեր անել։ Բնականաբար այդ ծախսերը ինչպես տեսնում ենք, մի զգալի հատված է ծախսերի գնում է ուրեմն ռազմական ծախսեր են եւ մենք այն տրամաբանության մեջ, որ եթե այստեղ կան ծախս, ուրեմն մենք էլ պետք է նույն չափ ծախս անենք,
չենք կարող այդ հասկանալ է, բացարձակ թվերում դա հնարավոր չէ։ Ադրբեջանը ավելի քան մոտ պետք է չի բնականաբար նման նպատակ դնել, նախ որովհետև անհնարին է, եւ երկրորդը, այսինքն դու ինչ մեսիջ ես ուղարկում, հա, որ միլիտարիզացիայի ես գնում, չէ՞, որ մենք գնում ենք այնուամենայնիվ կոնֆլիկտի լուծման ճանապարհով եւ այո, ինչպես դուք նշեցիք, Վաշինգտոնյան համաձայնագրերը զգալիորեն նվազեցրել են նոր պատերազմի հավանականությունը։ Էդգար, բացարձակ թվերը հասկանալի է, մենք չենք կարողանա դիմադրել, հա, այդ դիմակայել այդ մրցավազքին, բայց հետաքրքիր է, Ադրբեջանի ռազմական բյուջեն, որը 5.2 միլիարդ է կազմում է ընդհանուր բյուջեի 21%-ը, մեր 1.7 միլիարդը, մեր բյուջեի 17%-ը։ Միթե մեզ համար պակաս կարևոր է մեր պաշտպանվածությունը, քան Ադրբեջանի համար։ Նույն հարցը քեզ եմ հարցնում։ Մի այլ ցուցանիշ, որին չենք անդրադարձել, մեկ շնչին ընկնող ծախսերը մեր մոտ ավելի բարձր են, քան Ադրբեջանում։ Եվ այսպիսով այնպես չէ, որ այս առումով մենք ինչ որ զգալիորեն այդ բալանսը, հա, խախտում ենք եւ այլն, բարձ է որ բալանսը շատ վաղուց է խախտվել եւ այն ունի մի շարք սուբյեկտիվ եւ մի շարք օբյեկտիվ պատճառներ, ինչու է այդպես եղել։ Հիմա շատ կարեւոր է ոչ թե քանակը, այլ որակը։ Այսինքն, ինչպիսի բարեփոխումներ են ընթանում բանակում, հա, ինչպիսի զենքեր են գնվում, ընդհանուր առմամբ պատրաստվածության մակարդակը, հա, եւ այս առումով է, որ մենք պետք է դիտարկենք, որքանով է մեր բանակը մարտունակ, ուժեղ եւ այլն եւ այլն։ Կարծում եմ, որ այս առումով արվում են աշխատանքներ։ Մենք նաեւ գիտենք, որ այսպես դիվերսիֆիկացված գնումներ են տեղի ունենում նաև, հա, գիտենք, որ Հնդկաստանի հետ ունենք հարաբերություններ այս առումով եւ Ֆրանսիայի հետ ունենք եւ միգուցե նաև այլ երկրների հետ ունենք եւ հասկանալի է նաև, որ պաշտպանության ոլորտը այնպիսի ոլորտ է, որ շատ բան փակ է, շատ բան գաղտնիության, այսպես գրիֆով է գնում եւ բնականաբար շատ հնարավոր է, որ շատ լուրջ այս առումով էլի աշխատանք կարված, ուղղակի դեռևս մենք դրա մասին չգիտենք։ Հասկանալի է, Հրանտ նույն հարցը հիշում ես։ Ընդհանրապես եթե դիտարկենք նարատիվները, որոնք հայտարարվում են իշխանությունների կողմից, ապա այո, որովհետև եթե Ադրբեջանի իշխանությունը, մասնավորապես Իլհամ Ալիևը վերջերս ասել է, որ մենք պետք է պատրաստվենք պատերազմի, չի ասել, որ պետք է պատրաստվենք պատերազմի Հայաստանի հետ, բայց մի քիչ դժվարանում է պատկերացնել, որ Ադրբեջանը պատրաստվի Վոլգոգրադ գրավելու։ Եվ այսպիսով ինքը պատրաստվում է, մեր կողմից ասում է, որ Դերբենդը կներես ադրբեջանական դասագրքերում որպես ադրբեջանական քաղաք է։ Դե ուրեմն սպասենք, որ ադրբեջանական զորքերը ուրեմն ռուս-ադրբեջանական սահմանի շտուրմ անեն, բայց ամեն դեպքում ես կարծում եմ, որ հիմնական թիրախը ամեն դեպքում Ադրբեջանի պարագայում Հայաստանն է։ Հիմա հրետորաբանությունը մի թեթևացել է, բայց դա լրիվ ժամանակավոր բնույթ է կրում, իսկ ինչ վերաբերվում է այն բանի, որ Հայաստանի կողմից ինչ է հայտարարում, ապա հայտարարվում է, որ պաշտպանության եւ անվտանգության վերջին բաղադրիչն է ռազմական կողմը, հա, եւ այստեղ իհարկե ես կտրուկ անհամաձայն եմ, պարզ է, որ միակ զսպող մեխանիզմը չպետք է լինի բանակը, բայց վերջինը անշուշտ չէ, եւ պարզ է, որ եթե այդպիսի հերթականությունն է, պարզ է, որ այստեղ պետք է ռազմական բյուջեն կրճատվի, սա զուտ տրամաբանորեն, ինչ վերաբերվում է որակի եւ քանակի դիալեկտիկայի, ինչու մասին գործընկերս խոսած, խոշոր հաշվով ես համաձայն եմ, բայց անհամաձայն եմ այն պրակտիկայի հետ, որը կա, հա, տեսականորեն համաձայն եմ, գործնականում ես այդ որակի բարձրացումը խոշոր հաշվով չեմ տեսնում, որովհետեւ ամեն դեպքում մարդիկ կան, ովքեր ծառայում են, իրենց հետ կոնտակտ կա եւ մենք տեսնում ենք, թե ինչ ենթակառուցվածքներ են կառուցում, ինչ իրավիճակ է եւ այս ենթակառուցվածքները առաջին հերթին ցույց են տալիս։ Երկրորդ հարցը դիսցիպլինան, որը էլի խնդրահարույց հարց է։ Երրորդ հարցը, նորից եմ ասում, նպատակադրումը։ Իսկ տեխնիկայի հետ կապված, տեսեք, տեխնիկան, եթե մենք տեխնիկայի զոհպարկ ունենանք, մեկը այստեղից, մեկը այնտեղից եւ զինմթերքի պակաս կարող ունենանք եւ այլն, հետո պատերազմի պարագայում պետք է նաեւ այդ մատակարարումը լինի, սա շատ լուրջ խնդիր է եւ պետք է հասկանանք, որ այստեղ զուտ ծախսերը բավական չէ։ Նախ պետք է իհարկե ռազմական կառուցումը Հայաստանում եւ որոշակի բաներ իսկապես կան, որոշակի նոր արտադրություններ կան, բայց ամեն դեպքում իմ կարծիքով մենք շատ հետ ենք ընկնում իրական կարիքներից։
Շնորհակալ Իլհամ Ալիևը ասել էր, որ Ադրբեջանը չի վախենում սպառազինությունների մարտավազքից, քանի որ միևնույն է Հայաստանը երբեք չի հասցնի այդ տեմպին, հա։ Արդյոք մենք պետք է թույլ տանք, որ մեզ ներքաշեն այդ սպառազինությունների մրցավազք, թե իսկապես ասենք մեր գիծը այստեղ է, եւ անկախ նրանից ինչ է անում մեր հակառակորդը, մենք այդ գիծը չենք անցնում։ Կարծում եմ, որ սպառազինությունների այդ մրցավազքի մեջ բնականաբար չպետք է մտնել եւ ընդհանուր առմամբ կոնֆլիկտի տրամաբանությունը, այսինքն տրանսֆորմացիա է տեղի ունենում կոնֆլիկտից դեպի խաղաղ գոյակցություն։ Ինչ է իրականում իրականացվում եւ այս առումով ես համաձայն եմ այն գաղափարի հետ, որ այս պարագայում ռազմական բաղադրիչը առաջնային չէ երկրի անվտանգությունը պաշտպանելու տեսակետից, ինչու, որովհետեւ տեսեք, մենք հիմա փոխկապակցվածություններ ենք ստեղծում։ Այդ փոխկապակցվածությունները հիմնականում բնականաբար տնտեսական բնույթի են լինում, լոգիստիկ բնույթի, եւ այնպես է տեղի ունենալու, որ Հայաստանը եւ Ադրբեջանը որևէ կերպով շահագրգռված չլինեն վատ հարաբերություններ ունենալ մեկը մյուսի հետ։ Իսկ եթե շահագրգռված են այնուամենայնիվ իրավիճակն է արդեն թելադրելու, տեսեք, կա առաջինը կամք, այսինքն հայտնել են պետությունները, որ իրենք չեն ցանկանում կոնֆլիկտել։ Երկրորդ հանգամանքը հայտնելը բավական է։ Իհարկե բավական չէ։ Կա ներգրավվածություն, այսինքն միջազգային հանրությունը շատ ուղիղ ձևով ներգրավել է այստեղ, հա, այս առումով, կամ Միացյալ Նահանգների եւ անձամբ նախագահ Թրամփի ներգրավվածությունը, որին ընդամենը 2 տարի է մնացել մինչև ժամկետը։ Անկախ ամեն ինչից մենք տեսնում ենք, որ այնուամենայնիվ նման հարցերը ինստիտուցիոնալ բնույթ ունեն Միացյալ Նահանգներում։ Հիշում եք, ասում էին, որ մենք ռազմավարական գործընկերության այդ հռչակագիրը, որ նախկին վարչակարգի հետ ենք ուրեմն ընդունել ձեռք բերել, դա ոչ մի բան է, որովհետեւ Թրամփը կարող է վերցնել եւ գցել մի կողմ, բայց մենք տեսանք լրիվ հակառակը, լրիվ, այսինքն ինքը ոչ միայն չդրեց մի կողմ, այլ դա դարձրեց պաստորեն Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների հիմնակարը եւ մի քանի բան էլ դրա վրա ավելացրեց, հա։ Եվ տեսեք, այդ փոխկապակցվածությունը եւ նաեւ այն, որ տարածաշրջանի երկրները մասնակցություն ունենալու կոմունիկացիաների այդ նոր տեսակի, այսպես ասենք, հա, կոմունիկացիաների հիմնադրումից եւ ոչ միայն տարածաշրջանի երկրները, այլ նաեւ տարածաշրջանից դուրս գտնվող բազմաթիվ երկրներ օգտվելու են այդ կոմունիկացիաներից, տնտեսական օգուտներ են ունենալու, այս ամեն ինչը ամենամեծ երաշխիքն է խաղաղության։ Հաջորդ հանգամանքը, տեսեք, վերջի վերջո մենք հետևյալը պետք է էլի հաշվի առնենք։ Երբ որ խոսում էինք այդ թվերի մասին, հա, չպետք է մոռանանք նաև, որ հենց այս պահին էլ ոչ միայն տարածաշրջանում, կրկնում եմ, ոչ միայն տարածաշրջանում, այլ նաև շատ ավելի լայն առումով, այսինքն նաև կարող ենք օրինակ համեմատել ՆԱՏՕ-ի անդամ բազմաթիվ երկրների հետ, ուրեմն հնայի մասնաբաժինը մեր մոտ 6% պլյուս մինուսի շրջանակներում է, մինչդեռ ՆԱՏՕ-ի անդամ բազմաթիվ երկրներ 5%-ին չեն հասցրել, ինչի մասին խոսում է Թրամփը եւ ասում է, որ սա անարդար է, այնպես արեք, որ ձեր ծախսերը գոնե 5%-ին հասնեն, որոշները ասում են դե լավ 3%-ի կհասնենք, որոշները ասում են դե վաղը մյուս օրը միգուցեև 5%-ի կհասնենք։ Դե Իսպանիան, Պորտուգալիան չունեն հարևան, որի հետ նմանքանքիրներ կան, հա։ Իհարկե, բայց հենց իմ ասածն է դա է, որ չէ որ մենք էլ պաստորեն գնում ենք խնդիրների լուծման ճանապարհով, հա, այսինքն եւ դեռևս միևնույն է այս պայդրությամբ հնայի ուրեմն այդ ցուցանիշով մենք անցնում ենք բազմաթիվ երկրներ, շատ զարգացած երկրներ եւ այլն, եւ վերջի վերջո նաեւ մի շատ կարեւոր բան, հա, մենք այսինքն այս փուլը եթե կարողանում ենք հաջողությամբ ավարտին հասցնել, հա, թեև այսօր խոսվում է նաև այն մասին, իշխանությունները ասում են, որ արդեն իսկ խաղաղությունը հաստատվել է եւ վերջ որևէ պարագայում անհնար է
պատերազմի, հա, այդպես հավանականությունը, պատերազմ որ լինի, բայց այնուամենայնիվ պետք է իհարկե հետեւյալը փաստենք, մենք որպես փորձագետներ մի քիչ ավելի այսպես այս առումով պետք է պեսիմիստ լինենք, չէ՞, եւ ասենք, որ հա, բայց դեռևս խաղաղության պայմանագիրը չի ստորագրվել, դեռևս նախաստորագրվել է, այո, մեծապես այս ամեն ինչը նպաստում է խաղաղությանը, այո, նոր ուրեմն ինստիտուցիոնալ հիմքեր են ստեղծվում խաղաղության համար, բայց դեռևս աշխատանք կա անելու։ Եվ այս առումով ես կարծում եմ, որ նաև այս տրամաբանության շրջանակներում մենք պետք է դիտարկենք ու մի բան էլ ասեմ սրանով այս պահին խոսքը ավարտեմ, շատ նաև կարևոր է հետևյալը հաշվի առնել, որ միջազգային հարաբերությունների տեսություններում այսպիսի մի դրույթ կա եւ ասում են, որ այդ ուրեմն կոնցեպտը նպաստում է կոնֆլիկտներին։ Տեսեք, մեկ պետության այսպես ասենք ռազմական առումով ծախսերի ավելացումը, ընդհանուր առմամբ, այսինքն դրա վրա շեշտադրումները եւ այլն, մյուսի համար, մյուսի մոտ, այսպես ասենք, ստեղծում են այնպիսի պատկերացում, որ դա կարող է ուղղված լինել իր մոտ եւ ինքը նույն կերպ սկսում է պատասխանել եւ արդյունքում այսպես ասած misperception, հա, այսինքն ոչ ճիշտ ընկալում է տեղի ունենում դիմացինի գործողությունների։ Ինքը ասում է ես իմ հզորության համար եմ անում, ես պաշտպանվելու համար եմ անում եւ այլն, եւ դա բերում է կոնֆլիկտների։ Մենք սրա մասին էլ պետք է Հրանտ այդ սպառազինությունների մրցավազքի մեջ մենք պետք է մտնենք, թե պետք է իմանանք, որ գծից հետո էլ առաջ խաղալու իմաստ չկա։ Ընդհանրապես սպառազինությունների մրցավազքը միշտ խնդրահարույց է ավելի քիչ տնտեսություն ունեցող պետության համար։ Եվ դա եղել է նաև մասամբ Խորհրդային Միության պարտության պատճառը Սառը պատերազմում։ Եվ այստեղ ուրեմն գալիս է հարց, թե ինչու եւ ինչպես պետք է պետությունը արձագանքի այն անվտանգության մարտահրավերներին, որոնք կան։ Եվ իր ուժերը պետք է ճիշտ հաշվարկի։ Այդ ճիշտ հաշվարկը ինչ է ենթադրում։ Նախ այնպիսի անվտանգության ճարտարապետության ստեղծում, որը զսպելու է հակառակորդին։ Ունենք։ Իմ համոզմամբ չենք ստեղծում։ Երկրորդը պետք է ծախսել, պետք է այնպիսի ծախսեր արվեն, որոնք շատ ավելի փոքր են, բայց ավելի թիրախային են։ Օրինակ, Ադրբեջանը գնում է ինքնաթիռներ, մենք գնում ենք հոպը, պայմանական եմ ասում, հոպը ավելի էժան է եւ այսպիսով ծախսը ավելի քիչ է։ Եվ այստեղ գալիս է այն հարցը, որ այո, մենք պետք է ուղիղ համեմատության մեջ չմտնենք եւ այո, Ադրբեջանը ոչ միայն չի վախենում, այլ հենց թելադրում է Հայաստանին այս մրցավազքը, Հայաստանը չպետք է դրա մեջ մտնի։ Հիմա մի քանի խնդիրներին նաև կարձագանքեմ, որը մատնանշեց գործընկերս։ Նախ այն ուրեմն միջազգային հարաբերությունների տեսություններից դա կոչվում է անվտանգության դիլեմա կամ Թուկեդիդեսի թակարդ։ Այստեղ խնդիրը հետևյալում է, այո, կա խնդիր, երբ որ մեկը հակառակորդներից մեկը բարձրացնում է ծախսը եւ մյուս հնարավոր հակառակորդը սկսում է ինքն էլ բարձրացնել ծախսը եւ մեծ հաշվով ռուս-ուկրաինական պատերազմը այդպես է սկսվել, բայց այստեղ գալիս է ուրիշ հարց, բա ինչ անենք, եթե հակառակորդն է դա անում, այսինքն մենք չենք անում, լավ իրանք անում են, բա մենք ինչ պետք է անենք։ Եվ այստեղ պետք է այստեղ բարձ պատասխաններ չկան, դրա համար ես ասում եմ, մենք պետք է նախ զսպման մեխանիզմներ ստեղծենք, ոչ միայն քաղաքական, ոչ ռազմական։ Այդ թվում, այսինքն ոչ միայն մենք պետք է փորձենք Ադրբեջանի հետ մեր հարաբերություններ դզենք, այլ նաև պետք է ստեղծենք այն զսպման մեխանիզմներ, որը ապահովելու է Ադրբեջանի չմիջամտություն, որովհետև միայն Ադրբեջանի բարի կամքին մնալը դա շատ լուրջ խնդիր է։ Վարչապետը դրա մասին է կարծես ասում։ Չէ, ես նման բան չեմ լսել։ Այսինքն զսպման մեխանիզմը դա լրիվ ուրիշ է, քան թե ուղղակի մենք այնպիսի լավ հարաբերություն ստեղծենք, որ ինքը չուզենա, որովհետև եթե մենք խնդիր ենք դնում, որպեսզի ինքը որոշի, ինքը ուզում է թե չի ուզում, եւ մենք փորձում ենք ազդել իր որոշման վրա, ապա մենք ստեղ արդեն թերացել ենք, որովհետեւ եթե զսպման մեխանիզմը լինի, չի ուզենա։ Այո, բայց մենք չենք ստեղծում։ Եվ այստեղ գալիս է հետևյալ խնդիր, այսինքն արդյոք ինքը չի ուզում։ Նախ ինքը կարող է ասել, որ չի ուզում, բայց ուզում է, եւ այն ինչ Ադրբեջանը հայտարարում է անգլերեն եւ այն ինչ հայտարարում է ներսի լսարանի համար, լրիվ տարբեր բաներն են։ Եկեք մի քանի փաստեր թվարկեմ այս տարվա Ադրբեջանի գործողություններից։ ՄԱԿ-ի գրասենյակը փակվել է։
Կարմիր խաչի գրասենյակը փակվել է։ Միջազգային լրատվականների այդ թվում թե արևմտյան, թե ռուսական փակվել են։ Անընդհատ կարճաժամկետ զորակոչեր են տեղի ունենում։ Եվ բացի այդ, ռազմական կառուցում է տեղի ունենում օկուպացված Արցախի տարածքներում, այդ թվում այս պայծրությամբ Ադրբեջանում 11 օդանավակայանն, որից 5-ը Արցախում է, կառուցում են նոր ռազմական հոսպիտալներ, այդ թվում Քարվաճարում, կառուցում են լայն ճանապարհներ, որոնք Արցախում էլի, որոնք միտված են, որպեսզի զոր կարակ տեղափոխվի, այսինքն դա կոչվում է ռազվեդպրիզնակի ու դա չի կարող, այսինքն գործողությունները չեն խաբում։ Մենք պետք է դիտարկենք, որ Ադրբեջանը, քանի ինքը իր պանթուրքիստական գաղափարախոսությունը չի փոխել, ինքը իր տրամաբանության մեջ չի ինքը իր ռազմավարությունը չի փոխել, իսկ իր ռազմավարությունը չի ենթադրում Հայաստանի հետ խաղաղ գոյակցությունը։ Այս պայծրությամբ լուծում են որոշակի հարցեր, այդ թվում Ամերիկայի կողմից իզոլացված լինելու հարցը, որը Բայդենի կողմից եղել է Արցախի հայաթափման եւ էթնիկական զտման պատճառով, հիմա Ալիևը դա լուծել է եւ ինքը հայտարարել է, որ ինքը դա է լուծում։ Եվ հիմա հաջորդ քայլեր է անելու, այսինքն ես կարծում եմ, որ մի կողմից իհարկե որոշ բանակցությունները պետք է Ադրբեջանի հետ, բայց չպետք է տեսական բաների հետևից են գնել, գործնականը մի կողմ թողնել։ Երկու փորձագետների հետ եմ խոսում, իսկ հիմա լսենք սովորական մարդկանց կարծիքը։ Մարդիկ ծառայեն, իսկ մի տարիներ է հերիք, եթե նորմալ զին պատրաստություն անցնեն, իրանց, չգիտեմ, տեխնիկային, հա, տիրապետեն։ Բանակը որ դառնա տարի ու կես, իր լավ կողմն ունի, վատ կողմն ունի։ Շատ վատ է որ կրճատվում է։ Դե լավա վատա նայած որ կողմից կնայես։ Եթե կարողանում են լավ բան է։ Մեր պայմաններում չգիտեմ, կասկածում եմ։ Ծնողները այդքան ավելի երկար չեն սպասի։ Մեծ տարբերություն չկա, կես տարի ես կում, կես տարի են կում։ Այսինքն 4-րդ հանրապետության համար անհրաժեշտ է քիչ թվով բանակ ունենալը։ Եթե ապահով երկիր ուներ կարելի էր։ Չէ, լավ է։ Այդ 1.5 տարվա ընթացքում զինվորների քանակն ավելի քիչ կլինի։ Ու ինձ թվում է ավելի դժվար կլինի, էլի։ Եթե մարտունակ է բանակը, կարա փոքրաթիվ բանակն է մեծ հարցեր լուծի։ Եթե պետությունը գտնում է տենց է պետք, ուրեմն տենց է։ Չեն խուսափի գոնե երեխեքը, հեշտ կծառայեն։ Բայց մենք ունենք այդքան երեխաներ, որ կարեն փոխարինեն։ Միգուցե վարչապետը այդ հաշվարկանում է։ Թե տան հորը չհավատան, երեխեքը ոնց կապրեն։ Քիչ ժամկետներն են կրճատում եւ մի հատ էլ կրճատում են բանակի ծախսերը կամ չեն հավելում։ Ես համոզված եմ, որ Համենայն դեպս չեն նվազեցնի։ Մտածում եմ, որ հնարավոր է դուրս է եկել այդ վիճակները, երբ որ թալանում են բանակը դուդիմ-սուդիմ, հետևաբար արդեն ինքը կարա ֆինանս գեներանա։ Բյուջեն պետքա տասնապատկի։ Ադրբեջանը զինվում է ընդհանուր աշխարհքաղաքական դաշտում իր դերը բարելավելու ու իր դերը պահպանելու համար։ Միգուցե իր սխալների համար իրան, այսպես ասած, ստրախովկա, բայց թե ում ար գնամ։ Միգուցե Իրանի հետ, Իրանի կամ Ռուսաստանի դեմ Ադրբեջանը ռազմական ինչ-որ գործողություն չի կարա ուղիղ սկսի։ Ռուսաստանը արդեն մի հատ գլխին տվեց, կսսկվի։ Մեր կողմն էլ ես կարծում եմ չի ռիսկանի Ամերիկային դեմ դուրս գա։ Հայաստանն էլ իր մասին պիտի մտածի։ Մի քիչ սոված մնանք, բայց զինվենք։ Վիտոգե ոնց նայում ես պատմությունը, ըստ երևույթի պրոստը Հայաստանը աշխարհին պետք է, որպեսզի մուսուլմանական աշխարհը չուժեղանա, բայց իրանցից զատ արդեն մեզ պետք է մեր համար, մեր ստատուսի համար դե հզորանալ, էլի։ Մեր համակարգացիները անդրադարձան նաև բանակում այդ ծառայության ժամկետի կրճատման նախաձեռնությանը, որը խորհուրդ անում քննարկվելու է։ Այն ինչպես եք դուք գնահատում այդ նախաձեռնությունը, խնդրեմ։ Ես կարծում եմ, եթե իրականությունում հնարավորություն լինի տեխնիկապես, հա, լոգիստիկ առումով տարբեր ծախսերի տեսակետից այնպես անել, որ ել ավելի կրճատվի, կարծում եմ դա ել ավելի արդյունավետ կլինի։ Այսինքն օրինակ 1 տարի լինի ծառայության ժամկետը, եւ ընդհուպ կարծում եմ, որ հնարավորություն կա մինչև 6 ամիս հասցնելու, բայց որոշ փորձագետներ ասում են, որ չէ, ամեն դեպքում 1 տարին այն օպտիմալ տարբերակն է, մաքսիմում բացարձակապես, այսինքն ըստ էության փոխվում է ամբողջությամբ բանակի մոդելը։ Այսինքն ինքը դառնում է ավելի մոբիլ, ավելի արեստավարժ,
այսպես ասենք, հա, նաև հնարավորություն է ստեղծվում շատ արագ մոբիլիզացիա իրականացնելու, այսինքն դրա վրա է շեշտը դրվում, եւ նաև գիտեք, կարծում եմ, որ բանակի բարեփոխումները նաև պետք է միտված լինեն նրան, որ այդ բոլոր բացասական հորի երևույթները, որոնք կան, այսինքն քրեական ենթամշակույթ օրինակ, որը գիտենք, որ բավական լայն տարածում ունի բանակում եւ ոչ միայն իհարկե, այդ դրանք արմատախիլ լինեն, եւ որ նախաձեռնությունը կլուծի դա այդ խնդիրը։ Կարծում եմ, որ զուգահեռ դրան պետք է այդ ամեն ինչը տարվի եւ ինքը մի կոմպլեքսի մեջ պետք է լինի, հա։ Եվ այդ կոմպլեքսի մեջ լինելով ինքը բանակը ավելի գրավիչ կդառնա։ Այսինքն, երբ որ այդ բարքերը չեն լինի բանակում, երբ որ շատ երկար ժամանակ մարդու կյանքից չի խլելու ծառայությունը, դա շատ կարևոր բան է։ Հաջորդ հանգամանքը ի դեպ, որի մասին արդեն խոսվում է, եւ վերջերս վեհաժողովից մեկի ժամանակ խոսեցին դրա մասին, որ օրինակ արձակուրդների քանակը եւ այդպես ծավալը, հա, այսինքն օրերի քանակը կարող է ավելացվել, դա նույնպես շատ կարեւոր բան է։ Ես կարծում եմ, որ նաեւ հնարավորինս պետք է այնպես ստեղծել, այնպես անել, որ զինվորները նաեւ կրթություն կարողանան ստանալ զուգահեռ իրենց ծառայությանը եւ նաեւ քաղաքացիական կյանքից ընդհանուր առմամբ չկտրվեն։ Իդեպ նաև բանակի այդ ժամանակահատվածը կարծում եմ, որ շատ լավ պահ է քաղաքական կրթություն իրականացնելու։ Բավականին շատ ժամանակ հաստատ կլինի, հա, այսինքն պարզ է, չէ, որ մարդը չի կարող անընդհատ ֆիզիկական եւ այլ տեսակի տրեյնինգներ անցնել ամիսներ շարունակ, հա, այսինքն այսպես թե այնպես բավականին այսպես ժամանակ է լինելու, բացի այդ մենք չմոռանանք մի շատ կարեւոր բան։ Հիմա այս կոնֆլիկտի տրանսֆորմացիան, այսինքն խաղաղ այդ գոյակցության պայմանները, հարաբերությունների կարգավորումը բերելու են ինչին, բերելու են սահմանազատմանը, չէ, ուրեմն սահմանազատման, այսինքն շարունակությանը, դեմարկացիա եւ դելիմիտացիայի process-ի շարունակությանը, եւ մենք արդյունքում արդեն խրամատներում ծառայող զինվորներ չենք ունենալու արդյունքում եւ սահմանապահներն են արդեն սովորական սահմանապահները, ինչպես բոլոր երկրներում հետեւելերուն զբաղվելու են այդ գործնեությամբ եւ շատ ավելի բնականաբար քիչ քանակի մարդիկ են պետք լինելու սահմանին կանգնելու, սա լրիվ այլ տրամաբանություն է արդեն եւ զինվորները զորամասերում են լինելու եւ մի խոսքով, բայց մի բան էլ կուզենայի նախկին հարցի հետ կապված ասել, որ նաեւ ես համաձայն չեմ, որ ուրեմն վեկտորը սխալ ուղղությամբ է գնում եւ մենք զսպման միջոցառումներ չենք իրականացնում։ Տեսեք, զսպման միջոցառումներից մեկն էլ այն է, որ երբ որ մենք ըստ էության զգալիորեն փորձում ենք կրճատել կախվածությունը մեկ երկրից, մեկ գեոպոլիտիկ կենտրոնից եւ կարողանում ենք դիվերսիֆիկացնել մեր հարաբերությունները։ Ես հարց եմ տալու այդ թեմայի վերաբերյալ, հնարավորություն կունենանք։ Խնդրեմ արձագանքի, արդյոք այդ բանակում ծառայելու ժամկետը կրճատումը ժամկետի դրական երևույթ է։ Դե նախ սոցիալական տեսանկյունից դիտարկենք, թե պաշտպանողական տեսանկյունից, հա, որովհետև գլխավոր խնդիրը ստեղ հենց այն խնդիրը, ինչ դրվում է բանակի առջև։ Իհարկե դա ամեն դեպքում ոնց որ բեր է հասարակության վրա, ցանկացած երկրում, ցանկացած պարագայում, բայց ինչ խնդիր է լուծվում դրանով, հա, եթե մենք հասկանանք, որ դրանով լուծվում է Հայաստանի գոյատևման խնդիրը, ապա պետք է դիտարկենք, որ պարտադիր ծառայությունը կարևոր է, հա։ Հիմա ժամկետի հետ կապված իմ կարծիքով այստեղ արդեն ավելի մասնագիտական բանավեճ պետք է լինի ռազմական փորձագետների։ Դրա համար ես հենց կոնկրետ քանի ամիս պետք է լինի դրա մեջ չեմ մտնելու, բայց մի քանի խնդրին ամեն դեպքում կարձագանքեմ։ Նախ իմ կարծիքով մենք պետք է ոչ թե էմոցիոնալ ֆոն ստեղծենք, այլ հասկանանք իրական խնդիրներ։ Այսինքն օրինակ, որ բացասական երևույթներ հեռանան կամ կրթություն ստանան եւ այլն, դա իմ կարծիքով այս ժամկետի կրճատման հետ ընդհանրապես կապ չունի։ Ավելին, մեր բանակը ավելի մոբիլ չի դարձել։ Ես ինչու համար խոսացի օրինակ ենթակառուցվածքների մասին։ Արդյոք ճանապարհներ դեպի սահման բարելավել են։ Արդյոք մեր մոտ ավելի մոբիլ ստորաբաժանումներ են ստեղծվել։ Արդյոք մեր մոտ հիմա ակտիվ դրոնաշինություն է զարգանում, հա, ռուս-ուկրաինական պատերազմը ցույց է տալիս, որ այս պայմանությամբ Հայաստանին մոտավորապես 200-ից մինչև 300,000 դրոն է պետք։ Բացի այդ, ինչ վերաբերում է խրամատներից դուրս բերելու, շատ սիրուն է հնչում, բայց իրականությունը հակառակն է։ Օրինակ 2020 թվականից հետո ռուսական այս
խաղապահների կորպուսը դուրս անեց արցախցիներին խրամատներից եւ ասեց, որ պետք է խրամատների տրամաբանությունից դուրս գանք, բայց դա չօգնեց։ Եվ ցավոք սրտի, այս պայծությամբ ես չեմ տեսնում դա։ Նույնն էլ սահմանազատման հետ կապված։ Սահմանազատումը տեղի ունեցել միակողմանի, այսինքն չի տեղի ունենում հենց սահմանազատումը, տեղի ունենում ուղղակի խարխլումը մեր պաշտպանական համակարգի կտոր անելը եւ այդտեղից, այսպես ասած, ուղղակի որոշ հատվածներում բաց տեղերի գոյացում։ Իսկ ուրիշ առումով որակական փոփոխությունը, որի մասին գործընկերս ասում է, որը այո կարիքը կա, որակական փոփոխությունը ընդհանրապես չի նկատում։ Այսպիսով ես կարծում եմ, որ առաջին հերթին եւ ամենագլխավորը բանակի առջեւ պետք է դրվեն կոնկրետ խնդիրներ, այդ կոնկրետ խնդիրները երկրի անվտանգության ապահովումն է եւ դրան միտված գործողություններ պետք է իրականացվեն, մնացածը պետք է արդեն ծառայի այդ նպատակին։ Եվ այո, պետք է այդ նպատակին չգերազանցենք, բայց նաեւ չպակասեցվի։ Անդրադառնանք այդ զենք գնելու աղբյուրների դիվերսիֆիկացիային, Հրանտը դա անվանեց ռուսերեն զոոպարկ բառով, երբ տարբեր երկրներից, տարբեր ուրեմն ֆորմատների զենք են գնում, բայց տեսեք, խոսում ենք դիվերսիֆիկացիայի մասին, բայց երևի առյուծի բաժինը միայն Հնդկաստանից են գնում, Ֆրանսիան մեզ վաճառել է ընդամենը զրահապատ մեքենաներ, ավտոմեքենաներ, այն ինչ որ բաց ինֆոաղբյուրներից գիտենք, Հնդկաստանից պատրաստվում ենք կարծես թե գնել ինքնաթիռներ, որոնք ռուսական ինքնաթիռների ինչ որ ձևափոխած բաներ են, արդյոք ճիշտ է ավանդական այդ պարտներներից հրաժարվելը եւ այս դիվերսիֆիկացիան ինչ տեսք պետք է ունենա։ Նախ ավանդական պարտներից հրաժարվելու այդ գաղափարը իրականում կարծում եմ որ մի քիչ արհեստական է։ Ինչու, որովհետև ավանդական պարտները եկեք այսպես անենք, հապկի անդամ երկրներն են, առաջի հերթին Ռուսաստանն է, եւ մենք շատ լավ գիտենք, որ Ռուսաստանը ինքը չի իրականացրել իր պարտավորությունները բազմաթիվ առումներով եւ որևէ կերպով որպես ռազմավարական դաշնակից չի օգնել Հայաստանին վերջի շրջանում։ Եվ հակառակը, այսինքն մենք գիտենք նաև, որ ինքը այդ շատ երկար պատմություն է, շատ լուրջ քանակի զենք էր վաճառում Ադրբեջանին եւ այլն եւ մատը մատին այո չտվեց, երբ որ Ղարաբաղը, այսպես ասենք, հայաթափվեց, արդյունքում։ Հիմա, այսինքն սա մեր ընտրությունը չի եղել, այդ մեկ։ Երկրորդը որևէ մեկը չի ասում դեռևս, որ մենք օրինակ Ռուսաստանի հետ այլևս որևէ հարաբերություն չենք ունենալու եւ ունենք հարաբերություններ մինչ այս պահն էլ։ Դիվերսիֆիկացիան հենց նրա համար է, որ դու կախված չլինես մեկ կենտրոնից, նույնիսկ եթե այդ կենտրոնը շատ լավ կենտրոն է, բայց այս պայծրությամբ մենք հասկանում ենք, որ այդ կենտրոնը վստահելի կենտրոն չէ, եւ երբ որ դուք ասացիք, չգիտեմ, ասենք Հնդկաստանի, Ֆրանսիայի մասին եւ այլն, ես ակնարկեցի, որ չի բացառվում, որ նաեւ այլ պետությունների հետ կան հարաբերություններ եւ նաեւ այն ինչ որ դուք ասացիք, որ միայն զրահապատ, մեքենաներ են եւ այլն, կարծում եմ, որ որքան ես գիտեմ, դա միայն դա չէ։ Այսինքն եւ նաեւ բաց աղբյուրներից կան տեղեկատվություններ, որ միայն դա չէ, դրա հիման վրա եմ ասում, եւ նաեւ չեմ կարող բացառել, այսպես ասենք, որ բնականաբար դա արդեն գաղտնիք է եւ մենք չենք տիրապետում այդ բանին, բայց տրամաբանությունից ելնելով դիվերսիֆիկացիայի, մենք չենք կարող բացառել, որ ավելին է նաեւ արվել եւ արվում եւ կարվի ապագայում։ Այսինքն սա գործընթաց է, որը տեղի է ունենում, երկրորդ հանգամանքը, տեսեք, մենք իրականության մեջ Հրանտը ասեց, որ բան չի արվել, այսպես ասած, չգիտեմ, սահմանների ամրապնդման տեսակետից, ես հակառակ պատկերը ունեմ, անկեղծ ասած, իմ մոտ հակառակ պատկերն է ձևավորվել, նախ ինքս հնարավորություն եմ ունեցել տեսնելու, թե ինչ է արվել, եւ արվել է շատ բան, ֆանտաստիկ բաներ է արվել, եւ մի խոսքով, այսինքն սա այլ ուրեմն խոսակցության երևի թե արդեն թեմա է կամ ոչ այսպես հրապարակային խոսելու բան է եւ այսինքն ամրաշինական բազմաթիվ ուրեմն լուրջ խնդիրներ կան լուծված երկրորդ բանը նաև բանակում ծառայողները ասում են, որ շատ լուրջ բաներ է փոխվել, բայց ոչ ամենուրեք, ոչ ամեն հարցերում, բայց մի շարք բազմաթիվ առումներով այս դեպքում սպառազինության մասին է խոսում։ Եվ կրթության տեսակետից շատ լուրջ բան է փոխվել, ասենք օրինակ Վազգեն Սարգսյանի այդ կրթօջախում շատ լուրջ բարեփոխումներ են տեղի ունեցել։
ասել։ Այսօր նաև ՆԱՏՕ-ի ստանդարտներին համապատասխան որոշակի ուսուցում է տեղի ունենում, կոնսուլտացիաներ են տեղի ունենում եւ այլն եւ այլն։ Մի խոսքով, հիմա նաև մեկ այլ բան, տեսեք, մենք այնուամենայնիվ էլի չպետք է մոռանանք նրա մասին, որ մենք գնում ենք խաղաղության ճանապարհով, ունենք ձեռքբերումներ, շատ լրջագույն ձեռքբերումներ, եւ որ մենք չունենք նավթագազային ռեսուրսներ, այն նշանակում է, որ օգտվելով արկայի արդեն իրավիճակից, մենք կարող ենք մտածել ռեսուրսները սոցիալական ծախսերին ուղղելու, տնտեսության զարգացման ուղղելու եւ դրանով իսկ բարձրացնելու մեր հնայի ցուցանիշները, իսկ եթե հնայի ցուցանիշները բարձրանում են, չի կարող քո բանակը դրանից դրականորեն չազդվել, չօգտվել։ Դա ազդելու է բնականաբար բանակի ամրապնդման վրա, բայց նորից վերադառնանք այն բանի վրա, որ զսպման ամենակարևոր, այսպես ասած, գործիքը ես կարծում եմ, այն է, որ դու ամբողջ աշխարհի կողմից դիտարկում ես որպես վստահելի գործընկեր, խաղաղությանը ձգտող գործընկեր, որի միջոցով, որի շնորհիվ նաև շատ շատերը հարստանում են, փոխկապակցվածություններ են ստեղծվում, հա, եւ այսպես ասենք, քո վրա հարձակվելը որևէ մեկի համար շատ թանկ կարող է նստել, թանկ կարող է արժել բոլորին։ Ինչու է դու դիվերսիֆիկացիան անվանում զոոպարկ։ Սկսեմ նրանից, որ ինչու ընդհանրապես դա կոչվում է գազանանոց, հա, որովհետև երբ որ կա զենքի կամ սպառազինությունների մի ստանդարտ, դու կարող ես շատ հեշտ տեղափոխես, օրինակ, մի հրթիռի համար արկերը մյուսով եւ այլն, հա։ Իսկ եթե շատ տարբեր ստանդարտներ կան, ապա այստեղ ամեն հրթիռի համար պետք է իր ոնց որ սպառազինություն ունենաս։ Եվ այստեղ մատակարարման խնդիր է գալիս, որը պատերազմի ժամանակ լոգիստիկայի եւ ընդհանրապես մատակարարման հարցը շատ ավելի դժվար է լինում, որովհետեւ Ադրբեջանը եւ Թուրքիան ամեն ինչ են անելու, որպեսզի թույլ չտան, որպեսզի Հայաստան մատակարարվի զենքը պատերազմի ժամանակ։ Եվ նաեւ կարող է հարցը ստեղծվել մյուս երկրների հետ, որոնք են օրինակ Վրաստանը եւ Իրանը, որոնց միջոցով դա պետք է տեղափոխվի։ Եվ այսպիսով ես պետք է հասկանանք, որ մենք այս պարագայում շատ ավելի մեծ պարազինությունների պաշար պետք է ունենանք։ Սա մեկ։ Երկրորդը, ինչ վերաբերում է դիվերսիֆիկացիան։ Դիվերսիֆիկացիան որպես գաղափար, լավ գաղափար է, որովհետև այո, պետք է ընդլայնել հարաբերություններ, այդ թվում ռազմական եւ անվտանգային ոլորտում։ Բայց այն ինչ տեղի է ունենում դիվերսիֆիկացիա չի։ Այո, մենք հենց խզել ենք հարաբերություններ անվտանգային Ռուսաստանի հետ։ Եվ այո, մենք ենք ինչպես է դա հիմնավորվում։ Մի վարքյան։ Եվ այո, Ռուսաստանի մեղավորությունը, այդ թվում Արցախի հայաթափման մեջ դարերով պետք է հիշվի։ Այս բարից չեմ ուզում հետ կանգնել, որովհետև դա մեծագույն ոճրագործություններ Ադրբեջանի կողմից, բայց համահանցակիցներ կան, որոնց շարքում է Ռուսաստանը, ինչպես նաև Հայաստանի իշխանությունը, որոնց պնդման համաձայն դրանով մենք ձեռք ենք բերել անկախությունը եւ այլ եւ այլ եւ այլ։ Եվ այսպիսով դիտարկվել է հայաթափումը Արցախի Հայաստանի իշխանության կողմից որպես հակառուսական քայլ եւ այդպես էլ ներկայացում է։ Այ մենք, այսպես ասած, ուրեմն ռուսական ֆորպոստից դարձանք, չգիտեմ, ժողովրդավարության բաստիոն եւ այլն, հա, չպետք է, այսինքն այն գինը, որը ասում եք ձեռքբերումներ ունենք, մենք միայն կորուստներ ունենք այս ճանապարհին։ Մենք միայն կորուստներ ունենք եւ մենք ունենք կորցրած Արցախը, մենք ունենք կորուստներ մարդկային, մենք ունենք կորուստներ նաեւ անվտանգային։ Հիմա ինչ վերաբերվում է նրան, որ մարդիկ որևէ մեկը չի ուզենա Հայաստանի վրա հարձակվել, եկեք տեսական խոսքերից մի կողմ կանգնենք եւ իրականությունը հետեւյալն է։ Ադրբեջանը բազմաթիվ անգամներ ասել է, որ պատրաստ է Մեղրիի միջանցքը բացել ուժով եւ եթե Վաշինգտոնից առաջ ա եղել։ Վաշինգտոնից հետո էլ կասի, որովհետև միակ զսպող մեխանիզմը այս պայդրությամբ դա Թրամփին զանգելն է։ Թրամփը բացահայտ ուղիղ ասել է, որ եթե մի բան լինի, դուք ինձ զանգեք։ Ես ուզում եմ, որ ասենք մենք լուրջ նայենք մեր անվտանգությանը, ոչ թե Թրամփին զանգելու հույս ունենանք, որովհետև սա առհասարական լուրջ է, իսկ այն, որ ամերիկյան, այսպես ասած, ծովային պեխոտան գա ու Հայաստանում սահմանները պաշտպանի, դա անլուրջ է։ Եվ այսպիսով մենք պետք է գիտակցենք, որ այս պայդրությամբ Ադրբեջանը ընդհանրապես չի դիտարկում, որ Հայաստանի կարիքը ունի,
Ադրբեջանը այս պայծությամբ այս բանակցությունները օգտագործում է միայն եւ միայն արևմուտքի հետ հարաբերությունները մի քիչ մեղմացնելու համար, բայց ռազմական վտանգը, հա, երկարաժամկետ եւ միջնաժամկետ ընդհանրապես չեզոքացված չի, նույնիսկ այսքանով։ Եվ մեզ մնում է ընդամենը 1-2 րոպե, երկու նախադասությամբ խնդրում եմ ամփոփեք ձեր խոսքը եւ առաջարկեք ինչը պետք է հիշի հեռուստադիտողը ձեր այսօրվա ելույթից։ Նախ այն, որ մենք ըստ էության ռազմական ծախսերը չենք կրճատում ըստ էության, հա, այսինքն համեմատ անցած տարվա է այդ կրճատումը տեղի ունեցել, որ միևնույն է հնայի մասնաբաժնով շատ մեծ տոկոս է կազմում ռազմական ծախսերը, որ մենք գնում ենք հիմա ոչ թե այսպես քանակի հետևից, չենք էլ կարող գնալ քանակի հետևից, բայց նաև զուտ կոնցեպտուալ առումով չենք գնում քանակի հետևից, այլ գնում ենք որակի վրա շեշտը դնելով, մարտունակ այսպես բանակ, մոբիլ բանակ, ժամանակակից, պրոֆեսիոնալ, նատոյական ստանդարտներով բանակ ունենալու ճանապարհով, որ մինչ այս պահը արվել են բազմաթիվ բաներ այս ուղղությամբ, որ կա դիվերսիֆիկացիա եւ դա փաստ է, աննարին է դա շղթել։ Կարելի է խոսել, չգիտեմ, դրա որակի մասին, դրա ինտենսիվության մասին եւ այլ, սրա մասին կարելի է խոսել, բայց այն որ դա կա աննարին է շղթել եւ որ մենք ունենք Վաշինգտոնյան համաձայնագրեր եւ այդ Վաշինգտոնյան համաձայնագրերը լրջագույն ձեռքբերում է խաղաղության ապահովման առումով։ Շնորհակալ եմ։ Եվ նաեւ որ ներողություն եւ նաեւ որ Ադրբեջանը այնուամենայնիվ պաշտոնական մակարդակով ամբողջությամբ հրաժարվել է որևէ տարածքային նկրտումներից Հայաստանի նկատմամբ։ Ասված որ այդպես լինի։ Այո, եւ միջազգային դաշտիկներ 2-3 նախադասություն։ Ռազմական վտանգը չի նվազել, Վաշինգտոնյան համաձայնությունները երկարաժամկետ որևէ բան չեն փոխել, չնայած կարճաժամկետ, այո, եւ գլխավոր է այն խնդիրը, որը դրվում է բանակի առջև։ Մնացածը միջոցներն են, թե բյուջեն, թե մարդաքանակը, թե երկրի կողմից եւ գործընկերների կողմից այդ ամեն ինչի ապահովումը։ Ինձ մնում է միայն հիշեցնել, որ իմ զրուցակիցներն էին քաղաքագետ Հրանտ Միքայելյանը ու վերլուծաբան Էդգար Վարդանյանը, որոնց շնորհակալ եմ։ Շնորհակալություն։